Ինչն է կապում Հայաստանն ու Ֆրանսիան, Շարլ Ազնավուրը, դարավոր բարեկամությունը, հայկական սփյուռքը, գուցե կրուասանի նկատմամբ սերը։ Այս շարքը վերջերս համալրվել է ևս մեկով՝ ընտրությունները թիրախավորող կեղծ լուրերով։ Վերջերս ռուսալեզու տելեգրամյան ալիքներում տարածվել էին ֆրանսիական թերթերի կեղծված էջեր։ Իբր Ֆրանսիայի նախագահը խոստացել է աջակցել Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ։ X-ում էլ տեսանյութեր էին տարածվում, թե հայ քաղտեխնոլոգներ են մեկնել Ֆրանսիա ձայների կեղծման մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակման համար։ Բոլոր դեպքերում սխեման նույնն է, օգտագործվում են հեղինակավոր լրատվամիջոցների տարբերանշաններ, իբրև թե լուրը հրապարակվել է հենց այդ լրատվամիջոցների կողմից։ Իրականում ոչ նշված հեղինակավոր լրատվամիջոցները, ոչ էլ այդ թերթերը երբևէ նման բովանդակություն չեն հրապարակել։ X-ում էլ տեսանյութերը տարածվում էին տարիներ շարունակ պասիվ եւ վերջերս միայն ակտիվացած օգտահաշիվների միջոցով։ Այս մեթոդը նոր չէ, սա հենց ռուսական մատրյոշկա արշավի նույն սխեման է։ Կեղծ լուրերը նախ հայտնվում են սոցցանցերում, ապա համակարգված կերպով տարածվում են տարբեր հաշիվների միջոցով։ Ընտրություններին ընդառաջ կեղծիքները շատանում են, ուստի ապատեղեկատվության զոհ չդառնալու համար հետևեք CVNet Check-ին։